Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, այսօրվա եթերը մի թեմայի մասին է, որը շատ կարևոր է, կարելի է ասել ամենակարևորներից մեկն է եւ շատ կարևոր ստրատեգիական խնդիր է սա մեր բոլորի համար, Հայաստանի համար։ Հիմա տեսեք, այս համազգային համերաշխություն մեր թշնամիները այս սոցցանցերով, չգիտեմ այլ ձևերով, մեդիա դաշտով, մյուս դրսից այդքան, չգիտեմ ինչ որ այդ fake page-երով, մյուս հիմնականում ուզում են, որ մենք հայերս Հայաստանի ներսում, Հայաստանի քաղաքացիները եւ ամբողջ համայն աշխարհի հայությունը իրար ուտենք, այս իրարից բաժանվենք, իրար կարելի ասել սպանենք, իրար վարկաբեկենք Եվ սրանով իրանք հասնեն հաջողությունների։ Ես այս մասին շատ եմ խոսել, չգիտեմ դիտել եք թե չէ։ Հիմա բերեք մի հատ sense կոնկրետ հասկանանք էլի այս ինչ հարց է, քանի որ սա կարևոր ստրատեգիական խնդիր է, պետք է այս հարցը լուծենք մենք ազգովի, չի լինի sense։ Այս մանավանդ հիմա այս սկսել է այս նախընտրական ընտրարշավը, ընդդիմություն, իշխանություն, մյուս ու sense իրար հայհոյելով, իրար ծեծելով, արդեն եկեղեցում Մյուս չի լինի, սենց այս ձև ավելի վատ է լինելու ամեն ինչ։ Ես հասկանում եմ, ճիշտ ասել պետք է, բոլորս ջղայնացած ենք, բոլորս ներվայնացած ենք, այսքան կորուստներ, այս կողմենքով, բայց պետք է մի փոքր ավելի, այսպես ասած, սառը գլխով պետք է մտածենք ու ամեն ինչ անենք այնպես, որ մեզ ինքներս մեզ վնաս չտանք գոնե։ Մենք հիմա նայեք, ինչքան սենց իրար հայհոյում ենք, ինչքան իրար խփում ենք, իրար սպանում ենք, այնքան թշնամին հզորանում է, մենք այդքան թուլանում ենք։ Այս սա փաստ է։ Այս սենց որ գնա էլ մեզ թշնամի էլ պետք չի։ Մեզ էլ թշնամի էլ պետք չի, մենք մեզ ինքներս արդեն կոչնչացնենք։ Դրա համար այս համերաշխությունը շատ կարևոր է։ Հիմա տեսեք ինչից այսօր որոշեցի ես եթերը անեմ, դե տենում եմ ինչա կատարվում ամբողջ պետության տարածքում, բայց հենց իմ հետ կապված մեկը հասարակ մի հատ բան, մի հատ տեսանյութ էի թողարկել, մի շաբաթ չկա երևի, ուրեմն ընդամենը ես ինչ եմ ես ուզում անեմ, ինչ այն գործունեությունը էլի, ես ընդամենը ուզում եմ հայրենիքս պաշտպանեմ։ Հա, ինչի համար այս եթերներով սոցցանցերում, քանի որ թշնամին շատ ակտիվ է այս սոցցանցերում եւ ահա որ վնաս է մեզ պատճառում, ահա որ ես դրա համար եմ ընդամենը ստե։ Իմ ամբողջ գործունեությունը դրա հետ է կապված, որպեսզի կարողանանք այս մեր թշնամիների տված վնասը գոնե քչացնենք։ Հիմա նայեք, ես այդ եթերում համարյա չէ, նորմալ ամեն ինչը բացատրում էի, ասում էի Ոչ մեկի անձնականին չեմ կպել ընդհանրապես, ես ոչ մեկին անձնական ինձ իրավունք չեմ վերապահում, ինչ որ մեկին մի վատ բան ասեմ, եթե անձամբ այդ մարդու հետ ծանոթ չեմ, եթե ունեմ ասելու, անձամբ եմ ասում, ոչ թե եթերով։ Եվ համարում եմ, որ եթերով ինչ որ մեկին անձնական վիրավորել բան, դա շատ սխալ է։ Եթերում ընդամենը ես քննադատում էի Նիկոլ Փաշինյանին, կարելի ասել առանց անձնականի եւ համեմատում էի որպես երկրի ղեկավար համեմատում էի մեր այդ հազարամյա էպոսի Սաուսի Դավիթ էպոսի հերոսներից մեկի հետ, որը լրիվ համապատասխանում է իմ կարծիքով Ձենովոհանի հետ էի համեմատում, որպես երկրի ղեկավար Փաշինյանին համեմատում էի Ձենովոհան նորից երկրի ղեկավար Ձենովոհանի հետ։ Դրա պատճառով շատ նիկոլականներ ահավոր այդ տեսանյութի տակ հայհոյանքներ էին գրել, դրանց մի մասը այդ հայհոյան գրողների ես գիտեմ, որ fake է, հենց Ադրբեջանի կողմից է, մի փոքր մաս էլ մեր նիկոլականներն էին գրել այդ հայհոյանքները շատ անշնորհք ձևով ու թռնում են, չեն էլ պատասխանում, դաժե շատերը բլոկ էին գցել ու որ չկարանամ իրանց գտնեմ։ Լավ, հիմա տեսեք, ես ինչ էի ասել, ինչ վատ բան էի ասել։ Բա հիմա մի հատ եկեք հասարակ բան էլի, բա ում հետ էիք ուզում համեմատեի։ Դուք ուզում եք, որ ես Նիկոլ Փաշինյանին համեմատեի Առյուծ Մեհերի հետ։ Ասեի, որ Նիկոլ Փաշինյանի օրոք հավքն էլ չեր անցնում Սասնա սարերով, հայոց սարերով, ինչ ասեի։ Կոնկրետ ճիշտ բան եմ ասել, Նիկոլ Փաշինյանի օրոք կորցրել ենք մեր հայրենիքի մի մասը։
Դա փաստ է, դա, չգիտեմ, վիրավորանք չի Նիկոլ Փաշինյանին, դա ինչ կա, դա եմ ասում։ Ինչ պատճառներով, դա արդեն երկրորդ հարց է, դա երկրորդ հարց է։ Տեսեք, հասարակ բան, մի հատ ուղղակի ուզում եմ մի քիչ կոնկրետացնեմ, էլի, հայոց պատմությունը արդեն գրվել է հայոց պատմությունը։ Հայոց պատմության մեջ չի գրվել, որ այն հները, մյուսը, Լևոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, դեռ չի գրվել, որ իրանց օրոք կորցրեցինք Արցախը, կորցրեցինք Ջերմուկի տարածքը, կորցրեցինք մյուս տարածքները, Սյունիքի տարածքը, տենց բան չկա, փաստ գրվավ, գնաց, այսինչ թվին, այսինչ ղեկավարի օրոք Հայաստանը կորցրեց այս տարածքը, այս հետի գնաց պատմությունը 100 տարի որ անցնի, 1000 տարի անցնի, չեն ասել, խաբեցին Նիկոլ Փաշինյանին, շշկրվավ, ծախեցին, գողացան, չէ, տենց չի։ Կոնկրետ բան է դա, գրված է, ես այդ փաստն եմ ասում, թող առուց մհեր ելներ իր օրոք թշնամին չկարանար ներխուժեր մեր տարածք, ասեի առուց մհերն է, ինչ ասեմ։ Հիմա ես ոչ մի կուսակցության հետ կապ չունեմ, ես անհատ մարդ եմ, ընդամենը ուզում եմ հայրենիքս պաշտպանեմ։ Հիմա տեսեք, ուղղակի ասեմ էլի, օրինակ, եթե հներից ինչ որ մեկի կողմնակիցը ասեր, ասա առուց մհեր, ասենք, չգիտեմ, Լևոն Տեր-Պետրոսյանին, մյուսին, հələ միտեղ իրանց կհասկանայի, նրանց օրոք հավքը չէր անցնում հայոց սարերով, վախից, փաստից եմ խոսում, ես ոչ մեկին անձամբ չեմ ճանաչում, փաստից եմ ասում, Փաշինյանի օրոք եկան տրորեցին անցան, ինչ ասեմ, ինչ էին գրել մեկ էլ, այս համազգեստի համար հայհոյանք էին գրել, ախր չի կարելի, ես ուրեմն ինչ իրավունք չունեմ այս համազգեստը հագնելու, դուք ինչ ճանաչում եք, մեկը էսի միջերա գրում, արժանի չես այդ համազգեստին, չգիտեմ ինչ, առանց ճանաչելու ինձ, ուրեմն ես հասարակ հայ մարդ եմ, որը ուզում է պաշտպանի իր հայրենիքը, ոչ թե ուզում է, այլ պաշտպանում է, միշտ էլ պաշտպանել եմ, ամբողջ ժամանակ, երբ որ հայրենիքը վատ վիճակում ա եղել, ծանր ռազմական վիճակ ա եղել, ես հայրենիքս պաշտպանել եմ զենքով, ուրեմն ես իրավունք չունեմ հայոց զինանշանը կրելու, հայոց խաչը կրելու, հայոց եռագույնը կրելու, ես չեմ հասկանում, ուրեմն թե այս խաչից եք վախենում, այդ գրողները, Արցախի դրոշից վախենում եք, գիտենք, բայց ես չգիտեի, որ խաչից էլ եք վախենում, հայոց խաչից, ընդեղ մեկը գրել է, աղածնխիչից զբաղվում ես ֆորմեխի է ակել, այս համազգեստը իմ սեփական համազգեստն է, ես իմ գումարներով եմ գնել, այդքան մարզվում եմ, մարդկանց մարզում եմ, սովորացնում եմ իմ շրջապատում, իրավունք չունեմ համազգեստ հագնելու, սա ՊՆ-ի համազգեստը չի, ՊՆ-ի տված համազգեստը այս վերջի 3 տարում 2 հատ համազգեստ է ՊՆ-ն տվել զորավարժությունների ժամանակ, որը վայնի բիլետի մեջ գրած է ու չի էլ թույլատրվում, որ օգտագործես, որովհետև եթե նորից կանչեն, պետքա իրանց տվածը նորից հագնես գնաս, որ նորից չտան։ Նաև օրենքով չի թույլատրվում այդ համազգեստը կրել, եթե ծառայության մեջ չես։ Հիմա ես ծառայության մեջ չեմ, ես պայստազորում եմ հենց հիմա։ Բայց այս համազգեստը օրենքը թույլատրում է հագնել։ Իսկ խաչն ու եռագույնը եւ զինանշանը ցանկացած հայ, որը իրան համարում է Հայաստանի քաղաքացի, Հայաստանի պաշտպանը եւ ես համարում եմ, որ բոլոր տղամարդիկ պաշտպան են, իրավունք ունեն եռագույնը կրելու։ Խաչը կրելու ես հավատացյալ քրիստոնյա հավատացյալ եմ։ Լավ, էդի տենց այդ համազգեստի մասին շատ չասեմ։ Հիմա նաև ես միաբանության հետ կապված կարևորագույն մի հատ խնդիր եմ ուզում բարձրացնեմ, անպայման լսեք սա։ Տեսեք, եկեղեցին ամենահզորագույն միաբանող ուժն է։ Ինչի համար է թշնամին տենց թիրախավորում եկեղեցին։ Ամբողջ սոցցանցը այդ ֆեյքերով, այդ ադրբեջանական հայերեն լեզվով այդ ֆեյքերով լցնում են այդ ուրեմն
մեր հոգևոր առաջնորդի ասցեին այդ ֆեյքերը, այդ վարկաբեկումները, մեր քաղաքացիներն էլ առանց հասկանալու դա տարածում են շատ շատերը։ Տեսեք, մի հատ հեսա օրինակով կասեմ, հոգևոր առաջնորդը դա այդ այն անձնա, որը ստրատեգիական, հզոր, ռազմական ուժ է իրանից ներկայացնում։ Մի հատ ուշադիր լսեք սա։ Եվ թշնամին դա համարում է ամենավտանգավոր, ասենք, ռազմական ուժերից մեկը հակառակորդի։ Դա մենակ մեր մոտ չի, դա բոլոր տեղերում է այդպես։ Օրինակը հիմա տեսեք, այս վերջերս մեր հարևան Իրանում, որ հարձակվեցին Իրանի վրա, տեսեք այդ հզոր Ամերիկան, Իսրայելը տենց հարձակվեցին Իրանի վրա, առաջինը իրանք թիրախավորեցին, խոցեցին, սպանեցին Իրանի հոգևոր առաջնորդին, քանի որ իրանք դա համարում էին ամենակարևոր ցելը, այսպես ասած, ռազմական, որ ամենաառաջինը դա ոչնչացրեցին այդ մարդուն հոգևոր առաջնորդին, քանի որ ամենավտանգավորը հոգևոր առաջնորդ էր թշնամու համար, որը չի թողա, որ ասենք խառնվեն իրար, միաբանություն ամեն ինչ կարա մտցնի։ Նույնն էլ մեր մոտ է, մեր հոգևոր առաջնորդը, ոնց որ բոլոր հավատացյալ երկրներում կապ չունի քրիստոնեական, թե մուսուլմանական, թե մյուս հավատքի, մեր հոգևոր առաջնորդը դա հզոր ուժ է, որը կարա միաբանի եւ տանի հաղթանակի ազգին։ Իսկ անձի հետ կապված, նայեք, ես այդքան այդ վարկաբեկումները որ լսել եմ, ու ամբողջությամբ շատերը մեր մոտ Հայաստանում թիրախավորում են մեր հոգևոր առաջնորդին։ Տեսեք, առանց հասկանալու են անում շատերը առանց հասկանալու են անում։ Եթե նույնիսկ, մի հատ ուշադիր լսեք ինչ եմ ասում, եթե նույնիսկ այդ ամբողջ այդ տարածած ստերը, այդ վարկաբեկումները, ես գիտեմ, որ դրանք սուտ է ով անում, խի անում է, դրանք լավ գիտեմ, բայց եթե ձեր կարծիքով ինչ որ մարդ կա, որը Հայաստանի մասին մտածում է, Հայաստանի անվտանգության մասին մտածում է, ինքը իրան համարում է Հայաստանի քաղաքացի, հայ կամ այլ մեր եղբայրական ազգերից, որ այդ վարկաբեկումները տարածում է ամենայն հայոց կաթողիկոսի նկատմամբ, նա կատարում է թշնամու գործը, նույնիսկ եթե այդ մարդը համոզված է, որ այդ վարկաբեկումները ճիշտ են, ամենայն հայոց կաթողիկոսի հասցեին, եթե մտածում է այդքան է այդ մարդը, հիմա խաբել են իրան, թե ինքը գիտի ճիշտ է, նույնիսկ եթե ինքը գիտի ճիշտ է, չի թույլատրվում, չի կարելի թիրախավորել հոգևոր առաջնորդին, քանի որ դա կարևորագույն ուժ է, նույնիսկ եթե դա ճիշտ է, տեսեք ինչ եմ ասում, սա ստրատեգիական, ռազմական, կարևորագույն հարց է, որից կախված է հայ ազգի միաբանումը։ Ընդունեցիք չէ ինչ եմ ասում, ճիշտ լինելու դեպքում էլ չի կարելի թիրախավորել, քանի որ թիրախավորում ենք ինքներս մեզ, չի կարելի։ Ասենք էլ ոնց բացատրեմ, որ սա ճիշտ հասկանաք։ Ինչքան մենք մեզ թիրախավորում ենք ու ոչ միայն հոգևոր առաջնորդին։ Մենք հայերով իրար ծեծում ենք, իրար սպանում ենք, իրար հայհոյում ենք, այս միաբանությունը կտրվում է, այնքան թուլանում ենք։ 2020 թվականի այդ պատերազմի ժամանակ կորուստների մի մասը, այդ անհաջողությունների մի մասը հենց նրա պատճառով էր, որ մենք միաբան չէինք։ Կային հներ, նորեր, էլ հենց մարտի դաշտում էլ այդպես դիվիժեններ կար, ասեմ ձեզ։ Չի կարելի։ Դրա համար երկու բառով էլ Նիկոլ Փաշինյանին պետք է անդրադառնամ, չի լինի։ Տեսեք, այդ որ ասում եք, ինչ էիք, ուզում էիք գոնե չքննադատեինք, չասեինք Փաշինյանի այդ արածները, չասենք, գոնե այդ էլ չասենք, այսինքն ազգը կռվի, բանակը կռվի, պայքարի, միաբանվի, ուզենա հաղթի, վերջում ինքն էլ մեր հետ միասին, ազգի հետ միասին, մեզ 20 թվին ինքն է հրամաններ տվել, ամբողջ բանակին ինքն է հրամաններ տվել, որ Արցախը պաշտպանենք։ Բանակը պաշտպանել է, ամեն ինչ արել է, իհարկե կորուստներով, հսկայական կորուստներով, բայց այդ մարդը վերջում գնացել է գրիչով
հսկայական տարածքներ, հայրենիքի հսկայական տարածքներ հանձնել է, պատճառը հետաքրքիր չի ինչ նույնիսկ, կարող է ունեցել է շատ կարևոր պատճառ, թող ինչ ուզում է աներ, ղեկավարներ կան սենց դեպքերում իրանք իրանց խփել են, մենակ էդի չստորագրեն, աշխարհի պատմության մեջ ինչքան է եղել, բայց այդ մարդը գնաց գրիչով հանձնեց, հիմա դուք ուզում եք, որ գոնե չասեմ Զենովոհան, էդ էլ չասեմ, որ ինքը ինձ, մյուսին ուղարկեց Արցախը պաշտպանելու, մենք գնացել ենք Արցախը պաշտպանել ենք, բոլորին, բայց վերջում հիմա էլ ասում է սխալվել եմ, պետի մերը չէր, սենց բան ասենք էդի, ուզում եք ես էլ ասեմ, այ ապրի Փաշինյանը, շնորհակալ ենք, ես ինչ հզոր առնուցում եք ուզում ասեմ ես, այն մարդը, որ տեսել է իր անգերների մահը, մի պոստի համար, մի մետր հողի համար, մի պոստ, որ թշնամին գրավել էր, մի պոստ, մարդիկ իրանց կյանքը տվեցին, այդ պոստը հետ բերեցին, մի պոստ, այդ սաղ պոստերը պատերազմից հետո հանձնել է մարդը, բայց ես ոնց վերաբերվեմ, ոնց անեմ, լոգիկայի մեջ չի տեղավորվում, ձեր ցավը տանեմ, ինչ պատճառ ուզում եք քթեք, ինչ պատճառ ուզում եք ասեք, պատճառ չկա, հայրենիքը փրկելու, պաշտպանելու համար, հրաժարվելու պաշտպանելուց հայրենիքը, ոչ մի պատճառ չես կարող ասես, գոյություն չունի պատճառ, էդի նույնն է ոնց որ գան ընտանիքդ մորթեն, ասես, դե ուժս չի երիքի ելնեմ կռվեմ, պաշտպանեմ, որ ելնեմ կռվեմ կարող է սաղ մեռնեն բան, բայց մորթում են աշկի դեմը, այդ նույն բանն է, չկա տենց բան, Էտա, դրա համար հիմա կապ չունի, ես խնդրում եմ, որ այս միաբանության հետ կապված բոլորը մտածեն, պարոն Փաշինյան, այդ վիդեոյի մեջ, որ ասում էի, մեր այսօրվա Զենովոհանը պարոն Փաշինյանն է, ընդդիմությունից էլ ինձ հայհոյեցին, ասում են, Փաշինյանի մարդն ես, այս կամաց ձեռվից ես գալի, ասիր պարոն, հիմա տենց ասի, կարգը տենց եմ ասել, Ես մի հատ բան ասեմ, ես որպես հասարակ քաղաքացի, շարքային զինվոր, ես ենթարկվում եմ ցանկացած ղեկավարի, որը որ ընտրված է ազգի կողմից։ Հիմա Փաշինյանին ես չեմ ենթարկվի, երբեք։ Փաշինյանի այդ հրամանները չեմ կատարի, բայց ես 20 թվին, երբ որ ինքը հրաման է տվել գնալ Արցախը պաշտպանելու, գնացել եմ պաշտպանել, իր հրամանը կատարել եմ։ Կորուստներով հսկայական, բայց պաշտպանել ենք, հայոց հողը պաշտպանել ենք, իր հրամանը կատարել ենք։ Իսկ հիմա ինքը, որ էսենց հրաժարվում է այդ ամեն ինչից, այո, արդեն էլ իմ համար ինքը որպես գերագույն հրամանատար չի կարա լինի, ղեկավար չի իմ համար։ Ում կընտրի ազգը այս ընտրություններին, հզոր իրոք առուց մեհերի, իրան էլ ենթարկվելու ենք։ Ես ոչ մեկի ինչ որ առանձին ոչ մի կուսակցության կողմից չեմ։ Ազգը ում ընտրեց իրան ենք ենթարկվելու։ Իմ անձնական կարծիքը ունեմ, հիմա չեմ գտնում, որ պետք է ասեմ, ում ընտրենք, ով է ավելի հզոր։ Բայց ունենք, շատ մարդիկ ունենք, որ կարան ազգը առաջ տանեն, բանակը առաջ տանեն։ Այսքանը ես խնդրում եմ, ժողովուրդ, այդ հայհոյանքները մի գրեք, գրողներն եթե այդքան մարդ կա, տենց ուժեղ տղա է ուզում այն հայհոյի, տակը համարը գրեք, որ զանգեմ խոսանք, կամ դուք ինձ զանգեք, համարս գրած է այդ էջերում։ Չի կարելի, անկապ բաներ գրել, թռնել։ Ես ընդամենը ուզում եմ հայրենիքս պաշտպանեմ, այս է իմ ուզածը, ես այս 20 թվից այս կողմ, ես 90-ականներին էլ եմ, 97-99-ին եմ ծառայել, ինձ ինչ հասնում էր, ես ծառայել եմ, ոնց այդ պաշտպանել եմ հայրենիքս սահմանները։ 20 թվից սկսած ես ամբողջ իմ այդ ներուժը, ամբողջ իմ էներգիան, ֆինանսները, ինչ կա, դրել եմ, որպեսզի կարողանամ մի փոքր ավել ես իմ մի քաղաքացուց ինչը որ կախված է, անեմ մի զինվորից։ Մենակ դրանով եմ զբաղված։ Այս սոցցանցերում էլ նույնպես ես սկսեցի այսպես ակտիվություն դրսևորել 23 թվականի Արցախը հանձնելուց հետո հասկացա, որ այս սոցցանցերի տված վնասը թշնամու կողմից շատ մեծ է։ Դրա համար Այստեղ էլ եմ հիմա զբաղված, էլի հայրենիքի պաշտպանությունով, ուզում եմ հայրենիքս պաշտպանեմ, այս սոցցանցերում էլ նույնպես ազդեցությունը թշնամու շատ մեծ է։ Բայց սա չի իմ հիմնական գործը, ես մարզվում եմ, ում կարամ իմ շրջապատում մարզում եմ, սովորացնում եմ, շատ բաներ, այնքան բաներ եմ մտածել, մշակել, որ հանգիստ կարելի է քիչ քանակով, քիչ զենքով
տասնյակ 15 անգամ ավել հզորի հետ հանգիստ կռվել ու գոնե պաշտպանվելը հաստատ է, եթե ոչ հարձակվել։ Այդքանը անում եմ ես։ Ինչի համար եք հայհոյում։ Բայց եթե մարդ կա, նորից եմ ասում, ցանկանում է հայհոյի ինձ, զանգեք, հեռախոսը գրեք, զանգեմ, հայհոյեք, տենամ, եթե այդպես տղակա կարա։ Եթե չեք գրում, հայհոյում թռնում եք, ուրեմն համարում եմ դա թշնամին է, գրում թռնում է, պարզ է fake էջերից։ Այսքանը ժողովուրդ ջան, շնորհակալություն, առայժմ կհանդիպենք։